Բարև ձեզ Տիկին Ղազարյան, սա արդեն 5-րդ պատարակն է, որ վարչապետի մասնակցությամբ է տեղի ունենում, Տեր Արամին արդեն կարգալույծ արեցին, Տեր Տադեին կանչել են կարգապահական հանձնախումբ, ինչ եք կարծում, հերթական անգամ ականատես կլինենք քահանայի կարգալույծ լինելու։ Միանշանակ ես նույնիսկ զարմացել եմ, թե ինչու այսքան ուշացավ Տեր Թադեի կարգալույծ անելը, կարծես մի 2 շաբաթ ավել տևեց, ավելի շուտ էի սպասում, բնականաբար իրենց հերթականությամբ այսպես քահանաներին կարգալույծ են անում, ես ուղղակի ուզում եմ հասկանամ այսպեսով այս քայլերով իրենք եկեղեցին ավելի չեն թուլացնում, թե ուժեղացնում են, կարծեմ պատճառներից մեկը, որ նշել են, որ կաթողիկոսի անունը չի հիշատակել, բայց ես ոնց նայում եմ պատարագի այն ուղեցույցը, որ ինքս էլ ունեմ, դրա մեջ ոչ մի կերպ նշված չէր կաթողիկոսի անունը, չգիտեմ որտեղ պետք է ասեն, ամեն դեպքում ընթացակարգը այդքան էլ լավ չեմ պատկերացնում, բայց նույն մոտեցմամբ ես չեմ հասկանում այս դեպքում Արշակի դեպքում ինչ է ուշանում Արշակին կարգալույծ անելու process-ը, թե Արշակին ամեն ինչ կարելի է, իսկ մյուս քահանաներին ոչինչ չի կարելի, եւ թերևս սա է պատճառը, որ հերթականությամբ տեսնում եք իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատարակ մատուցելու համար այսօր մեր քահանաները ենթարկվում են այսպիսի անարդար որոշումների։ Վարչապետը այս պատարակները կոչում է նորոգման պատարակ եւ կասկած չի հայտնում, որ մի օր Կտրիշ Ներսիսյանը լքելու է վեհարանը։ Ըստ ձեզ դա մոտ ապագայի հարց է, թե երբ։ Դա որ աներկբա լինելու է, ոչ մեկ դրանում կասկած չունի եւ այն աջակցությունը, որ մենք ունենք այսօր մեր քահանաների կողմից, դրա վառ ապացույցն են եւ դրա համար էլ այո, մենք գիտենք թե ինչ արատավոր երևույթներ են ու ականատես ենք լինում օր-օրի, թեպետ այդ կարգալույծ անելու process-ն էլ է դրա վկայությունը, որ իսկապես մեր եկեղեցին նորոգման կարիք ունի եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Եվ նաև ընդդիմադիրները Տեր Արամի մասնակցությամբ պատարակները համարում էին կեղծ, fake, քանի որ համարում էին, որ Կտրիշ Ներսիսյանն նրան կարգալույծ է արել, իսկ նրանից հետո որտեղ որ եղել է, օրինակ հենց նույն Խաչիկ գյուղում, նույնիսկ թեմակալ առաջնորդի մասնակցությամբ դրան ինչ են ասում։ Հիմա չեն հասցնում ուղղակի այդ արագությամբ այդքան է կազմակերպված չէ, որ հասցնեն կարգալույծ անեն բոլոր նրանց, ովքեր անհնազանդության քայլ են փորձում ցուցադրել, բայց ես կարծում եմ, մարդիկ փրկության կոչ են ձայն են բարձրացնում եւ մենք էլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ հետևորդներ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու պետք է օգնենք մեր հարազատներին եւ ես կարծում եմ այս առումով անտարբերությունն է, որ ամենավտանգավոր բանն է ցանկացած հարաբերություններում, եթե կաթողիկ քահանաները կոչ են բարձրացնում, ձայն են բարձրացնում եւ իսկապես այս ամեն մարզում տեղի ունեցող պատարակները, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մատուցում են, վերանանք մի պահ, որ նաեւ վարչապետն է եւ մենք ենք մասնակցում, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, եկեղեցու հետևորդ ենք, պատարակ մատուցելու համար կարգալույծ են արվում, հետևաբար իրապես ունեն օգնության կարիք եւ պաշտպանության կարիք։ Շնորհակալություն։ Ձեզ ենք շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։